Շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ մասը լինել այս հետաքրքիր շարքի, որը վերնագրված է մետամոլոր։ Ես սոցիոլոգ եմ եւ այսօր կփորձեմ մի քիչ այս մետամոլորությունների մեջ մասնագիտական ռեֆլեքսիա անել մեր օրյա իրականության մասին, որը այդ մետա իրականությունը, նոր իրականությունը, թվային իրականությունը, ինֆորմացիոն ցանցային տարբեր անուններ կարող ենք օգտագործել, ունի իր յուրահատկությունները եւ սրան անմասն չի մնում նաեւ սոցիոլոգիան, որը փորձում է հասկանալ եւ ուսումնասիրել այս երևույթը։ Ես կվերնագրեի իմ բանախոսությունը մենք, տարածությունը եւ թվային աշխարհը, բայց առանց այդ եվերի որպես 3 բաղադրիչ, ինչ որ եռանկյուն ու իրար հետ փոխկապակցված մարդը, տարածությունը եւ թվային նոր իրականությունը։ Ոնց են դրանք հարաբերվում, ինչ նոր հարաբերությունների հետ մենք գործ ունենք։ Սա սոցիոլոգիական թեմա է այն առումով, որ նման իրավիճակում մարդը հայտնվել էր 100 եւ ավելի տարի առաջ, երբ նոր քաղաքներն էին առաջանում, մեծ քաղաքները իրենց այս նոր կառուցվածքով, այդ ինդուստրիալ քաղաքները, դրանք դուք գիտեք պատմությունից, նոր են, նոր մարդու պատմության տեսանկյունից։ Վերջին մի 2 դարերի արդյունք են։ 100 տարի մի քիչ ավել առաջ 1903 թվականին սոցիոլոգիայի դասականներից Գեորգ Զիմելը հրապարակեց մի շատ հետաքրքիր աշխատություն, էսե, որը վերնագրեց մեծ քաղաքը եւ մտավոր կյանքը։ Սա նրա մասին էր, թե ոնց են այս նոր տեղերը նրա համար եւ շատերի համար դա անակնկալ էր, եթե մեր համար սովոր է ամեն օր լինել մեծ քաղաքում, գնալ մեծ քաղաք, ապրել մեծ քաղաքում, 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի մարդու համար սա նոր տեղեր, նոր ձևեր, նոր տարածություններ, նոր իրականություններ։ Եվ սա ինչպես Զիմելն է դիտարկում, շատ կտրուկ փոխում էր իրականությունը, քաղաքները դադարում էին լինել միայն տեղ, դրանք դառնում էին նաև ակտոր, ակտիվ փոխելով գյուղը, մարդուն, հարաբերությունները, արժեքները, փողն էր դառնում փոխանակման միջոցը, արտադրամասն էր դառնում հիմնական հարաբերությունը, սա նոր իրականություն էր։ Փաստորեն ընդամենը 100 տարի հետո նոր սոցիոլոգները նոր էսե գրելու կարիք ունեցան, որը գուցե կվերնագրեին ցանցային տարածությունը եւ մտավոր կյանքը։ Քանի որ երբ 20-րդ դարասկզբին, 21-ի սկզբին մարդը մտավ նոր իրականություն, առնչվեց նոր վիրտուալ, թվային, ցանցային, տեղեկատվական հասարակությանը, սկսեց ինքը եւս փոխվել, այն պահից երբ այդ տեխնոլոգիան, այդ հասարակական գործիքները, տեխնոլոգիական միջոցները դադարեցին լինել միայն միջոց, այլ սկսեցին մեզ թելադրել, թե մենք ոնց ապրենք։ Նորից դառնալով ակտիվ ակտոր, ինչպես մեծ քաղաքներ 100 տարի առաջ փոխում մարդուն, նոր իրականությունը սկսում է փոխել այսօրվա մարդուն։ Այսօրվա մարդը սկսում է այլ կերպ մտածել, գործել, հարաբերվել, այլ արժեքներ է սկսում ունենալ։ Ինչ է սա։ 20-րդ դարավերջին արդեն սոցիոլոգները, արդի սոցիոլոգները շատ հաճախ էին խոսում այս թեմայի մասին, ռիսկերի, հնարավորությունների, կանխատեսումների։ Շատ հայտնի աշխատություն է Իմմանուել Կաստելսի ինֆորմացիոն հասարակություն, տեղեկատվական հասարակության հայեցակարգը, որը փորձելով շարունակել այդ 100 եւ ավելի տարի առաջվա հասարակությունը ախտորոշել փորձող Մարքսի նման, փորձել որպես սոցիոլոգ ախտորոշել այս նոր հասարակությունը, բայց որտեղ խնդիրը ոչ թե նյութական արտադրության մեջ էր, նյութական միջոցների վերահսկողության եւ իշխանության բաշխման տրամաբանության ով ավել ունի, այլ տեղեկատվության մասին էր, տեղեկատվության արտադրության, տեղեկատվության վերահսկողության եւ տեղեկատվության ունեցողի բարձր դիր գրավելու մասին էր այս աշխատությունը, որը ինքը անվանեց տեղեկատվական ու երբեմն ցանցային կապիտալիզմ, այսինքն կապիտալիզմի նոր դրսևորման հետ ենք մենք այստեղ սկսում առնչվել։ Կաստելսը ինքը նաև անդրադառնում է այս կոնտեքստում քաղաքներին։ Ասում է այս նոր հոսքերը, այս տեղեկատվությունը հոսողա, տեղեկատվության յուրահատկությունը այն է, որ ինքը սահման չի ճանաչում։ Եթե դու ապրանքը իրը մինչև այստեղ կարող ես տանել, բախվել սահմանին կանգնել, թույլտվություն սպասել, տեղեկատվությունը այս սահմանները չի ճանաչում։ Ցանցում սահմանները կորում են։ Հետևաբար մեր պատկերացումներն են տարածության մասին բավական կորում եւ փոփոխվում։ Այս փոփոխությունը, որը 20-րդ դարասկզբին կարող էինք տեսնել որպես զարգացած աշխարհի, տեխնոլոգիապես հագեցած աշխարհի նոր տրամաբանություն, շատ կարճ ժամանակում դարձավ
յուրաքանչյուր պերիֆերիայի, յուրաքանչյուր երկրի իրականություն, յուրաքանչյուր բնակավայրի եւ յուրաքանչյուր մարդու։ Օրինակ Հայաստանում արդեն 21-րդ դարաշրջանից մարդը այսօր գյուղացին գյուղմթերքը հաճախ իրացնում է Facebook-ում։ Մենք կրթությունը ստանում ենք Zoom եւ YouTube հարթակներում։ Էլ չեմ ասում, որ քաղաքական կարևոր հարցերը հաճախ ավելի շատ լուծվում են Telegram-ում եւ TikTok-ում, քան քաղաքական բանավեճերի եւ հարաբերությունների իրական ֆիզիկական տարածության մեջ։ Սա շատ հետաքրքիր դիտարկում է, որը իսկապես փոխում է եւ այս իրականությանը նոր որակ, ինչ-որ մետավորակ է փորձում տալ, հաղորդել։ Սրա մասին է, որ պետք է խոսել, հասկանալ եւ հասկանալ, թե դա ոնց է փոխում այսօրվա մեր հասարակությունը, մեր ապրելակերպը, մեզ, առանձին մարդուն եւ մարդկային մեր հարաբերությունները։ Ընդ որում, եթե մի տասնամյակ առաջ մենք զարմանում էինք, ծնողների սերունդը հաճախ ունի օգտագործող այդ արտահայտությունը, ասում է, մենք երբեք չէինք մտածի, որ Ամերիկայում գտնվող իմ բարեկամին ուղղակի իր հետ կարող եմ նստել հաց ուտել, տեսնելով, զգալով, շոշափելով նրան։ Սա անհնարի սահմաններ։ Դա այնքան պարզ պրակտիկա է այսօրվա համար, որ մենք նույնիսկ դադարում ենք մտածել, որ դա զարմացնող կարող է լինի։ Եվ այս փոփոխությունները հատկապես երբ արձանագրվեցին, մարդկություն ունեցավ 5 տարի առաջ մի շատ հետաքրքիր, շատ իհարկե ինչ-որ առումով տրագիկ հետևանքներով, բայց բավական հետաքրքիր մասնագիտական առումով բնական գլոբալ գիտափորձ։ Դա համավարակներ, COVID-19-ը եւ դրանով պայմանավորված համաշխարհային լոքդաունը, այդ տեղաշարժի արգելքը։ Ինչ պարզվեց։ Փաստորեն պարզվեց տունը մենակ ապրելու համար չի։ Տունը աշխատելու համար է, տունը բուժվելու համար է, տունը հիվանդանոց է, աշխատավայր է, դասարան է, լսարան է, քնելու տեղ է, տունը ամեն ինչ է եւ առանց տեղաշարժի մարդը կարող է իրացնի բոլոր պահանջմունքները։ Սա արագացրեց այն դրույթը, որը մարդը կարող էր անընդհատ դրան հակադրվել, թե ինչքան հնարավոր են եւ ինչքան արդեն մենք ապրում ենք այդ նոր իրականության մեջ, այդ ցանցում կամ տեղեկատվական ինֆորմացիոն այդ հասարակության մեջ։ Սա շատ հետաքրքիր է եւ այս առումով մենք անընդհատ դիտարկում ենք, որ այն ինչին սովոր էինք, այն ինչը գիտեինք որպես մասնագետներ եւ որպես մարդ, այն տարածությունները, որոնց մասին պատկերացնում ենք, դրանք շատ կտրուկ այսօր փոխվում են։ Ինչպիսի տարածություններ գիտենք։ Ֆիզիկական տարածությունները՝ տուն, քաղաք, գյուղ, սահման, փողոց, ճիշտ է։ Բայց սրանք այլևս միակ տարածությունները չեն։ Իհարկե, եթե դրանից առաջ ասում էինք, կա նաև սիմվոլիկ տարածություն, որը կապված է մեր հիշողության, պատմական հիշողության եւ ինքնության հետ, այսօր կա համահավասար, երբեմն գերական նոր տարածություն։ Այդ թվայինացված վիրտուալ տարածությունը։ Zoom-ը, Viber-ը, WhatsApp-ը, Facebook-ը եւ մնացած բոլոր գործիքները, որոնք որ մենք ունենք։ Եվ սա իսկապես բավական հետաքրքիր է եւ ամենամեծ հարցը ստեղ որն են այս տարածությունների եւ հատկապես այս նոր առաջացող տարածության սոցիալական էֆեկտները։ Ինչ որակ է փոխվում մեր կյանքում։ Պարզվում է, որ արդեն կարող եմ ես ապրել Լոռիում, բայց աշխատել Երևանում։ Երևանյան որևէ IT կազմակերպությունում։ Ապրել Մոսկվայում, բայց ամեն օր գտնվել Մեղրիի իմ տանը, տեսախցիկի միջոցով, ամեն օր մասնակցելով բոլոր որոշումներին եւ նույնիսկ կենցաղային հարցերին։ Սա կարծում եմ բավական զարմացնող եւ հետաքրքիր փոփոխություն է եւ չի կարող այս փոփոխությունը լինել միայն գործիքային, կողքից ինչ-որ մի ֆենոմեն։ Սա բավական հետաքրքիր նշանակալի սոցիալական էֆեկտներ ունի եւ ինչպես նկատեցինք մեծ քաղաքի ցանցի ձևավորման պարագայում ամենահետաքրքիրը ինչու՞մ է, որ երբ այս նոր առաջացող ձևերը, տեղերը, գործիքները դադարում են որպես տեղ կամ գործիք լինել, իրանք վերցնում են իշխանությունը իրանց ձեռը, ինչպիսի իշխանություն, փոխելու, ազդելու, սկսում են քեզ փոխել։ Ինչպես քաղաքը, երբ առաջացավ, միանգամից սկսեց փոխել գյուղը, այդպես է ինչպես ցանցը առաջացավ, ինքը սկսեց փոխել այդ բոլոր տարածությունները, նաև ինքը փոխել քաղաքը եւ քաղաքային կենսակերպն ու ձևերը։
Եթե փորձենք այս երկու հիմնական մեզ սովոր բնակ տարածությունների, բնակության, կեցության, համակեցության ձևերի մասին խոսենք, շատ հետաքրքիր դիտարկումներ կարող ենք անել նաև մեր իրականությունից։ Օրինակ, եկեք խոսենք մի փոքր տենց վիզուալացնենք այն ինչ տեղի է ունեցել մեր հետ, հատկապես ապրելով գյուղում եւ կամ փոքր քաղաքներում։ Իհարկե, Երևանում եւս այդ նույն տենդենսը կարող ենք տեսնել, բայց շատ ցենց հետաքրքիր, շոշափելի եւ նկատելի են հատկապես այս բնակավայրերում։ Մենք ինչ ենք նկատում։ 21-րդ դարաշրջին առաջին տեխնոլոգիական սիմվոլը, ովքեր կհիշեն կամ լսել են, խոսել են, այդ արբանյակային ալեհավաքներն էին, հա, որոնք հայտնվեցին ծխնելույզների փոխարեն գյուղական տների կամ փոքր քաղաքներում շենքերի տանիքներին։ Սա ինչ էր։ Սա ուղղակի ինչ-որ մի միջոց չէր։ Սա նոր տարածություն քեզ փոխադրելու հնարավորություն էր։ Դու արդեն մասն էիր դառնում ոչ թե այստեղի, այլ այնտեղի։ Դու լինելով այստեղ, բարբերաբար եւ ավելի շատ այնտեղ ես։ Սա հետաքրքիր տարածական աբսուրդ է, բայց որը իրականություն է եւ փաստ է, եւ սա ինչ է նշանակում, այս դրա մասին են սկսում մտորել օրինակի համար սոցիոլոգները։ Ինչ է փոխվում ստեղից, հաջորդ նորարարությունը։ Առաջացավ հիմա կան օգտագործողներ, բայց ավելի հազվադեպ Skype-ը որպես հաղորդակցման միջոց, որը նախատիպներ ավելի նույն այսօրվա Zoom հաղորդակցման, տեսա զանգերի, տեսա կապի հնարավորություն է ինքը իրենից ներկայացնում։ Skype-ի առաջացումը շատ հեղափոխական է, նույնիսկ հումորային հիշում եմ անվանումները ընթերցանության, ինչպես ճիշտ ընթերցել Skype եւ ոչ թե Scoop է եւ տարբեր ուրիշ հումորային իրավիճակներ, բայց ինչ էր սա։ Պարզվեց, որ տանը կարող եմ ունենալ մոնիտոր, տեսախցիկ եւ ես արդեն կապի մեջ եմ աշխարհի հետ։ Հայաստանը, հատկապես մեր գյուղական եւ փոքր քաղաքային բնակչության հիմնական կեցության ձևը հետխորհրդային շրջանում կարծես թե դարձավ ինչը արտագնա աշխատանքը։ Արտագնա աշխատանքը գլխավոր եւ կարեւոր նաեւ ֆինանսի աղբյուրներ եւ մեր կեցության կարծես բավական սովոր պրակտիկան, հատկապես 90-ականներից եւ 21-րդ դարում մինչեւ այսօր։ Եվ ամենամեծ խնդիրը որն էր, որ մենք փնտրում էինք հնարավորություն կապի մեջ լինելու մեր հարազատի հետ, ով գտնում է օրինակ Ռուսաստանում։ Առաջնային կապի ձևը առավել սովորական հեռախոսազանգն էր, բայց հեռախոսազանգը բավական թանկ էր, կարճաժամկետ եւ չերևացող, չզգացվող, դա ինչ-որ միայն վերբալ, հեռավար կոմունիկացման ձև էր։ Մենք ինչ նկատեցինք արդեն 21-րդ դարում, եթե զուտ մարդաբանական դիտարկումներ անեք բնակարաններում, տներում, մարզային, երևանյան, մենք կգտնենք հյուրասենյակի կենտրոնում գլխավոր սիմվոլը, չէ՞։ Այդ համակարգիչ մոնիտորը իր տեսախցիկով, որը միշտ միացրած, անընդհատ կա սպասում, հեսա զանգելու է, կամ ինքը անընդհատ զանգած է, նույնիսկ տեղ չի, բայց ինքը միացած է։ Սա ինչ է, կարծես լավ բան է։ Մենք կապի մեջ ենք լինում հարազատի հետ, չկորցնելով մեր առաջնային կապերը, հոր, ամուսնու, կնոջ, որդու եւ այլ հարազատի հետ, հա, բայց փոխվում է կտրուկ մյուս տարածությունը, որում դու ապրում ես, մեծ տարածությունը, գյուղը, քաղաքը, համայնքը, որտեվ քո կապերը համայնքի հետ դառնում են երկրորդային, որտեվ դու ունես ավելի առաջնային կապի հաղորդակցման միջոց, այդ տանից, պատից, սահմանից դուրսը դառնում է երկրորդային։ Վերջերս հետազոտական մեր այցը փոքր քաղաքներից մեկը շատ զարմացրեց նաև մեր արտասահմանցի գործընկերոջը, երբ մենք այցելեցինք մի շատ հետաքրքիր հատված, որը հիմնականում տենց առանձնատներ էին, բայց այնպես էր կառուցած, հետխորհրդային շրջանում էր դա կառուցվել, որ ուներ տարբեր մուտքեր, մի 8-10 ընտանիք ապրում էր այդ նույն տարածքում։ Բոլորի մուտքը մի տեղից էր։ Նույն տեղից էին մտնում այդ ընդհանուր բակը ընդհանուր։ Երբ անծանոթը հայտնվեց այնտեղ, մենք շատերը հետաքրքրության համար դուրս եկան, եւ ինչ պարզվեց, հարևաններից շատերը վերջին ամսվա մեջ առաջին անգամ էին հանդիպում այդ բակում։ Դա աբսուրդ է, եթե դու նախկինում մինչև տեխնոլոգիական այս բումը մարդկանց ասեիր չշփվես մնա տունը ու իրանց հետ չշփվես, իրանք չէին հասկանա, դա բանտարկման, դա նվաստացման, դա իրավունքների խախտման ձև կհամարվեր։
Այսօր դա առօրյականություն է, իրենք կամավոր դադարել են շփվել։ Մենք տեսնում ենք ինչպես այդ նոր տարածությունն ու հնարավորությունը փոխում ոչ միայն հինը, այլ նաև սովորը։ Գուցե ճակերտով կամ առանց ճակերտի մարդկայինը։ Ուր կարող ենք տեղափոխվել սրանից։ Հետաքրքիր մեկ այլ ֆենոմեն, որը ոչ զարմանալիորեն, բայց տեղափոխվել է նաև մեր մասնագիտական դիսկուրս, մասնագիտական քննարկման տիրույթ, շատ հետաքրքիր մի գաղափար, որը այսօր աշխարհում շատ են խոսում, որ քաղաքները պետք է դառնան խելացի, smart city, խելացի քաղաքների կոնցեպտ։ Հետաքրքիր բան է, բայց ինչ է դա նշանակում։ Ինչ է դա նշանակելու տեխնոլոգիաները, սենսորները, տվյալները, տեսախցիկները, սրանք օգնելու են մարդուն ավելի լավ ապրել, թե կառավարելու են ու ասելու են, թե ոնց ապրես։ Այստեղ նորից տեսնում ենք այս տեխնոլոգիա մարդ իշխանության, դիրքավորման, հավասարության, անհավասարության, իրավունքի իրացման մեծ տիրույթ, բարդություններ, որոնք հետաքրքիր են հումանիտար եւ հասարակական գիտությունների բոլոր ներկայացուցիչներին։ Սոցիալական աշխատանքի տեսանկյունից ներառականության խնդրը, սոցիոլոգիական առումով այս նոր առաջացող կառուցվածքի եւ գործողության հարաբերակցման, սոցիալական արդարության եւ տարբեր հարցեր մեծ տիրույթ, որը որ այսօր ակտուալ է դարձել եւ ակտուալ է դարձել այնպես, ինչպես սոցիոլոգների արժե մի հատ մեծ դաշտ էր առաջացել 19-րդ դարավերջին այդ նոր կապիտալիստական արդյունաբերական իրականությունը հասկանալիս, հիմա այս թվային նոր ինֆորմացիոն հասարակությունը հասկանալուց ենք ունենում մենք այս խնդրը։ Իհարկե շատերը ասում են, երբ խոսում են smart քաղաքի, smart գյուղերի մասին, ես ասում եմ Հայաստանում դրա մասին խոսալուց առաջ եկեք մի քիչ մտածենք smart խելացի մայթերի մասին, հետո քաղաքը կառուցենք, որովհետև կարծես մայթը մեզ ավելի պետք է այս պահին ու ավելի ակտուալ, քան քաղաքը ինչ-որ տենց ինքնակառավարվող կամ խելացի կառավարվող։ Իհարկե սրանք բավական հետաքրքիր խնդիրներ են, բայց շատ ակտուալ, որովհետև մտել են նաև քաղաքական օրակարգ, քաղաքականության օրակարգ, ոչ թե քաղաքական, այլ քաղաքականության նաև պոլիսիների, քաղաքային պոլիսիների, քաղաքային քաղաքականության օրակարգ։ Օրինակ իմ հանդիպումներից մեկը վերջին, որտեղ քննարկվում էր Երևանի գլխավոր հատակագիծը որպես հիմնական, փաստաթուղթ Երևանի, նաև ապագան հուշող, ինձ զարմացրեց, երբ լսեցի, որ գլխավոր նպատակը թվայնացնելն է այն։ Իմ մոտ հարց է առաջանում, փաստորեն թվայնացումը նպատակ է։ Թվայնացումը պետք է մտածել, դա միջոց է, ոչ թե նպատակ։ Որտեղ հենց դու դա դարձնում ես նպատակ, մարդը սկսում է ծառայեցվել այդ թվայնացմանը։ Հենց դու դա դարձնում ես միջոց, նայում ես դրան որպես միջոց, մարդը սկսում է լավ ապրել, որտեղ այդ նոր միջոցները իհարկե տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ ավելի լավ ապրել։ Բայց բնական է, փաստ է այն անցումը, որը որ մենք ունենում ենք, եւ դա միշտ չի որ կարա մարդը կառավարի, մանավանդ նոր ի հայտ եկած հետաքրքիր ֆենոմենի կոնտեքստում, ինչպիսին է արհեստական բանականությունը։ Ես դրա մեջ չեմ խորանա, բայց արհեստական բանականությունը նորից կարծելով, թե նոր հզոր գործիք է առաջացել, որը մեզ կօգնի, այսօր արդեն քննարկվում է ու դա միայն գործիք չի։ Դա փոփոխող է, ինքը առանձին գործող է, որը կարա դոմինանտ լինի եւ նորից փոխի ու ոչ մեր իօգուտ մեզ այս ամենը։ Եվ այս առումով smart քաղաքի կողքին միշտ պետք է խոսել նաեւ նրա մասին, որքանով է դա արդար, խելացիությունն ու արդարությունը, մարդակենտրոնությունն ու մարդ-տեխնիկա բալանսը, որոշումների կայացման մեջ մարդու համար եւ մարդու հետը տեխնոլոգիապես իրականացնելը։ Սրանք այն կարևոր հարցերն են, որոնց որ մենք պետք է իսկապես ուշադիր լինենք որպես հետազոտողներ։ Մեծ առումով կարելի ասել, որ իսկապես մենք այսօր անցում ենք կատարում դեպի նոր իրականություն, նոր պարադիգմա, թվային հասարակություն, եւ այստեղ ինչպես միշտ շատ կարևոր հարց է, ինչպես պահել արժանապատվությունը, համայնքը, կապերը այս թվային նոր աշխարհում։ Շնորհակալություն։ Ինչպես եք կարծում, մենք որպես ոնց որ generations that ենք մենք կոչվում, մենք որպես այս սերունդ ինչ պետքա անենք կամ որը պետքա լինի մեր առաքելությունը, որ մեր սերունդների, մեր երեխաների ապագան ավելի մարդկային թողնենք, ոչ թե այսպես ռոբոտացված, ուզում եմ հասկանամ, որը պետք է լինի մեր առաքելությունը, որ իրենց ձեռք պահենք դրանից։ Տեսեք, այստեղ շատ տարբեր շերտեր կան, դա մի հատ առանձին հետազոտության թեմա մենք կարող ենք նայել, բայց
Սերնդային հարցը օրակարգում է, այսօր անվանում են, պիտակավորում են, սերունդներին անուններ են տալիս եւ դրա շատ դրամաբանական է, գիտական հիմքեր ունի այս տիպաբանությունը։ Բայց մենք նոր սերնդին, երբ խոսում ենք նոր սերնդի մասին, ասելով օրինակի համար, խոսելով ադիկցիայի մասին, տեխնոլոգիայից կախվածության, էկրանից կախվածության, մենք այլ սերունդի ներկայացուցիչ, խոսելով նոր սերնդի կախվածության մասին, ինքներս մեզ բռնում ենք կախվածության մեջ, որովհետև խոսելիս անընդհատ ուզում ենք այդ էկրանով տեսնենք ինչ նոր մի բան եկավ։ Սա շատ գլոբալ ու ունիվերսալ խնդրեմ է, առանձին սերնդից դուրս։ Բայց այստեղ կարևոր է սոցիալականացումը, ճիշտ սոցիալականացման ձևերը, որտեղ ամեն դեպքում մարդը իրեն որպես մարդ հումանիստական պահանջմունքների կարիքի կոնտեքստում եւ տեխնոլոգիան ինչպես հարաբերել, ինչպես հարաբերվել, որպեսզի դա լինի առողջ, հանրային առողջության կոնտեքստում։ Այս սոցիալականացման ձևերը, կրթությունը, ուղեցույցերը, անվտանգությունը, որը դառնում է գլխավոր օրակարգային խնդիրը, ցանցային անվտանգությունը, ֆիզիկական անվտանգության հետ է դա նաև կապված, որոնք են այս ձևերը, սրա մասին խոսելը, կրթելը, սոցիալականացնելը սերունդների հարցն է, հատկապես շատ ակտուալ է նոր տեխնոլոգիապես սովոր սերնդի առումով, որտեղ շատ հետաքրքիր դիտարկումներ կան։ Կան սերունդ, ով դրա սոցիալականացվել է, որպիսի թերթի, իր մատը միշտ անհարմար է եղել դա անելու համար։ Դրա մեջ նույնիսկ ես կարող եմ մտնել, որտեղ ես ինչ-որ տարիքից եմ առնչվել այդ տեխնոլոգիային, բայց երբ սերունդը ծնվում է ու թերթելը բնական է, ապա ինքը ուրիշ սերունդ է։ Ինչը սա նշանակում, որոնք են ռիսկերը այստեղ կոգնիտիվ գիտություններից մինչև հասարակական, հումանիտար տարբեր դիսցիպլիններ, լեզվաբանությունից մինչև սոցիոլոգիա բոլորը անելիք ունեն։ Սա բավական բարդ հարց է, որը օրակարգում է եւ միշտ պետք է ռեֆլեքսիվ լինել սրա առումով։ Ես առաջ քաշեմ փիլիսոփայության երկու տերմինաբանություն, տրանսհյումանիզմի ու պոստհյումանիզմի մասին եմ ուզում հարցնել։ Պոստհյումանիզմը այն է, որ մարդիկ ստեղծել են իրանից ավելի կատարյալ էակ ու հնարավոր է, որ արհեստական բանականությունը շատ ավելի խելացի դառնա, քան մարդը։ Դա հետագայում։ Ու տրանսհյումանիզմը արդեն այն մասին է, որ մարդը կարող է ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները եւ իր կյանքը հեշտացնել։ Ըստ ձեզ, մերօրյա հասարակությունը ու առհասարակ մերօրյա աշխարհը դեպի որ կողմ կգնա։ Կանխատեսումները անշնորհակալ գործ են, բայց բարձրացված հարցերը շատ ակտուալ։ Ես դրա մասին եմ խոսում։ Խոսելով թե ձեր ներկայացրած հարցի մասին, ինչպես կարող է մարդը դա օգտագործել եւ ինչքանով է մարդը դառնում գործիք եւ զիջում իր դիրքը։ Սոցիոլոգիայի մի հետաքրքիր մոտեցում կա։ Սոցիոլոգները չեն գնահատում, վայ, ինչ վատ է, վայ, ինչ լավ է։ Արձանագրում են։ Սա փաստ է։ Մենք բախվեցինք նոր փաստի հետ, որի հետ այսօր առնչվում ենք, այն է արհեստական բանականության։ Ինչպես 200 տարի առաջ մարդը բախվեց գործարանի եւ նոր մեծ քաղաքի հետ, որ ստիպված եղավ ապրել ուրիշների հետ եւ մտածում էր գուցե սա արդեն մարդը հետաքրքիր է այս առումով եւ հումանիզմի խնդիրները օրակարգում ու անընդհատ այս դեպքում ես հիշում եմ մեր հայտնի մշակութաբան Էդուարդ Մարգարյանի փիլիսոփա մշակութաբան գրքից մի հատված, ով գրում էր հումանիզմը 21-րդ դարում, առանց հենց ուղղակիորեն քո հարցի հետ կապված, եւ ասում էր մարդկությունը այսօր ուղղակիորեն իր զարգացման այն փուլում է, որ պետքա իր փրկության հարցը կառավարումը իր վերցնի իր ձեռքը։ Հակառակ դեպքում տեխնոլոգիան եւ մյուս ոչ մարդկային ակտորները կուտեն, կխլեն, կիրացնեն։ Սա հետաքրքիր մեսիջ է փորձառու մշակութաբանի, ով տարիներ առաջ, նույնիսկ տասնամյակ ավել առաջ, այս դիտարկումը արեց դեռ չտեսնելով արհեստական բանականությանը որպես գործող, բայց միշտ առնչվելով կանխատեսումների հետ։ Այսինքն 21-րդ դարի հումանիզմը կախված է մարդուց։ Այստեղ մարդու խելամտության, գործնեության եւ կառավարման ունակությունները շատ կարեւոր են։ Անդրադառնալով հենց արհեստական բանականությանը, ուզում եմ այսպիսի հարց ուղղել, ինչ եք կարծում։ Այսօրվա հասարակության մեջ արհեստական բանականությունը ավելի շատ դրական, թե բացասական ազդեցություն ունի եւ ինչ հետևանքների այն կարող է բերել ապագային։ Եվ հետևանքներն անկանխատեսելի են, եթե կարճ ասած, որովհետեւ շատ առնչվում է մյուս խնդրի հետ, տեսեք, խելամիտ մոտեցումը որն է։ Կարծես բուհերը մի անգամից դեմ գնացին
դա ռիսկ է։ Իսկապես կրթական ստեղծագործականության առումով ռիսկ է, երբ ուսանողը, ինչու ուսանողը, գիտնականը ունի այդ հնարավորությունը։ Ինչպես չափել, ինչպես ստուգել, գտնել մարդուն եւ ոչ մարդուն, տեքստում, հոդվածում, ստեղծագործության մեջ, նկարում եւ տարբեր տեղերում։ Ռիսկ է։ Այստեղ ուրիշ նորմեր են սկսում գործել։ Այսօրվա համալսարանները, եթե չեմ սխալվում, Օքսֆորդի համալսարանը, որը գիտեք առաջատարներից է, ինքը գնել է ChatGPT Pro-ի լիցենզիա բոլոր ուսանողների համար։ Ինքը գիտի, որ դա անխուսափելի է։ Ինքը գնել է եւ ասել է ձեզ. օգտագործեք խելամտորեն, բայց ինչա սրան զուգահեռ գնում։ Ես համոզված եմ, էթիկական, սոցիալականացման, նոր փոլիսիներ, վերահսկողության կառավարման նոր մեխանիզմներ։ Գիտեք, մի այսպիսի հարց կա, բարդ բաները դնենք մի կողմ։ Բարոյականության հետ կապված։ Երբ հաճախ ասում են գլխին կանգնեմ, որ չարտագրի, հսկեմ, տանեմ ամեն ինչ նայեմ, որ արտագրություն չլինի։ Պետք է սկսել սոցիալականացումից, որովհետև երբ որ ի սկզբանե ուսանողը սոցիալականացվում է, լավ ու վատը, ստանում է կոդեքս, ինչ է նշանակում սոցիալականացվել, դարձնել քոնը, լեգիտիմացնել նորմը։ Երբ որ դա դառնում է լեգիտիմ, ինքը հասկանում է, ես ավելին եմ, եւ իմ ստեղծագործականությունս պետք է չտուժի գործիքից, բայց գործիքը ինձ լիքը կարող է օգնել այնպիսի բաներում, որը ժամեր էր քաշում։ Հիմա ավելի արագ կարող եմ անել, բայց ես ուզում եմ, որ ես էլ լինեմ, թե ինձ զիջում եմ գործիքին։ Կրկին, սա սոցիալականացման, կրթության, էթիկայի եւ բարոյականության հարցեր են, որը նոր օրակարգ եւ մարտահրավեր են համալսարանների եւ ոչ միայն արչեւ, որոնք որ սկսել են մտածել, աշխարհը շատ ինտենսիվ է մտածում սրա մասին։ Այստեղ գլխավոր մեծ ռիսկը որն է, որ արհեստական բանականությունը արդեն իսկ փիլիսոփաները, սոցիոլոգները, ընդհանրապես հումանիտար եւ հասարակական ոլորտի ներկայացուցիչները այլևս չեն նայում միջոց, այլ նայում են առանձին ակտոր, ով փաստ է, ով կա, ում հետ պետք է սովորել, սկսել ապրել, որոնք են կանոնները, դա արդեն նոր հասարակության կանոններն են։ Շնորհակալություն։ Այ օրինակ դուք նշեցիք, որ թվայնացումը նպատակ է, իսկ որն է հենց թվայնացման նպատակը, ինչ հետ է դա տանում ու ինչքան արդյունավետ, ինչքան դրական ու բացասական կողմերը դա ունենալու մեր հասարակական, մեր առօրյա կյանքում։ Շնորհակալ եմ, գուցե խոսքիս մեջ այնպես չհնչեց, որ նաև տենց լսվեց, դա շատ կարևոր է, շնորհակալ եմ դրա համար հարցին, որ կարողանամ պարզաբանել, ոչ թե ասում եմ, որ թվայնացումը նպատակ է, այլ թվայնացումը հաճախ նաև քաղաքականության մեջ սկսել է դառնալ որպես նպատակ։ Տվյալագիտություն, թվայնացում, կարծես դա զարգացվածության զարգացման պիկն է։ Չէ, թվայնացումը պետք է հեշտացնի մարդու գործունեությունը, կազմակերպումը, կյանքը։ Այն պետք է դառնա միջոց, որտեղ հենց դա դառնում է նպատակ, ավելի շատ թվայնացված իրականություն կարող ես ունենալ, քան իրականություն, որը պետք է օգտվեր այդ թվայնացումից։ Ավելի շատ մենք կարող ենք ունենալ Երևանի թվայնացված գլխավոր հատակագիծ, քան թվայնացված խելացի Երևան։ Սա է այդ ռիսկը, որը պետք է աչքի առաջ ունենալ եւ չֆետիշացնել թվայնացումը, տվյալը եւ այլն։